Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, վերջին օրերին Հայաստանում բացահայտվում են պետության եւ քաղաքացու դեմ ուղղված երևույթներ։ Դեռ չենք հասցրել մարսել, որ հոգեվորականները եկեղեցին խառնել են ընդդիմադիր հարթակների հետ եւ մարդկանց վրա ճնշումներ են գործադրել ստիպելով ցույցերի գնալ, այսօր արդեն ականատես ենք լինում կոռուպցիոն դրսևորումների վերադարձի փորձին։ Մեր իշխանության գլխավոր խնդիրներից մեկը համակարգային կոռուպցիայի արմատախիլ անելն էր ու դա հաջողվել է իրականացնել, բայց այսօր ղեկավար մակարդակով Գյումրիում մարդիկ մեղադրվում են հին ու բարի կոռուպցիոն մեխանիզմները վերականգնելու փորձերի համար։ Կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու, բացառված է։ Վարդանիկների ու նրանց մեթոդների ժամանակն անցել է, ու եթե նախկինում կարող էին այսպիսի բաներ անել եւ ընտրություններին իրենց հպատակությամբ այնպես անել, որ աչք փակեն, ապա հիմա իր սիրելի նախկին իշխանությունների ժամանակը չէ։ Մի հայտնի միտք կա, մարդը չի փոխվում, նա պարզապես սովորում է կոռուպցիան ավելի նուրբ ձևով անել։ Վարդանիկը անգամ դա չէր սովորել։ Մենք այս մասին զգուշացրել ենք, ցավոտ սրտի մեր սիրելի հայրենակիցները ականջալուր չեղան, մի մասը մտածեցին, թե Վարդանիկը փոխվել է, մյուս մասը մտածեցին, թե Մարտունը կամ մյուսները Վարդանիկին ձայն չեն տա, բայց արդյունքում ստացանք միութենիստ Վարդանիկ։ Եվ եթե կաշառքի փաստը վերջնականապես հաստատվի, ապա կարելի է ասել, նա իր հեղափոխությունն արել է վերադարձնելով իր սիրելի բարքերը։ Այս ամենը իհարկե անպատասխան չի մնում, չի մնալու եւ ահա այսպես ցանկացած փորձ հանդիպելու է պետության եւ իրավապահների դիմադրությանը։ Ընդդիմությունը եւ իրենց ձևով ինչ-որ մանր-մունր ուժեր ջանք չխնայելով պաշտպանում է կաշառքի գործով ձերբակալվածին։ Այս բոլորին պետք է հատ-հատ հիշել։ Նրանք Հայաստանում կաշառքի եւ կոռուպցիոն երևույթի պաշտպաններն են, նրանք քրեական ենթամշակույթի կրողներն են, խաղաղության փաստաթուղթը վատագույնը համարողներն ու նոյեմբերի հաջորդած ծեծ ու ջարդի քավորները։ Այս մարդիկ իշխանությունը ցանկանում են որպես միջոց շարունակելու այն ամենը, ինչ արել են տարիներ շարունակ՝ կոռուպցիա, թայֆայաբազություն, թալան, ճնշումներ։ Այսօր ով պաշտպանում է Վարդանիկներին եւ որոշ քաղաքական հոգեվորական մաֆիային, պաշտպանում է այս մոտեցումները, բայց մենք ասում ենք չեք հաջողելու։ Ընտրությունները սարերի ետևում չեն եւ արդեն այսօր պարզ է դառնում ով է ուզում խաղաղություն, ով է շահում պատերազմից, ով է կառուցում, իսկ ով քանդում։ Ժողովուրդը տեսնում է, հիշում է եւ ընտրելու է նոր Հայաստանը, ոչ թե հինը։